Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին, հատկապես այս օրերին լինելու են խավարումներ և կնշեմ լարված օրերը։ Հիշեցնեմ, որ հորոսկոպն առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով լրացնում ենք։ Այսպիսով, արևը մինչև օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում, իսկ դա, սիրելի ընկերներ, համարվում է ձեր 6-րդ տունը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր կարիերայի, աշխատանքի հարցերով, կենցաղի հետ կապված հարցերով, առողջության և ընտանի կենդանիների հետ կապված հարցերով։ Կամ ուղղակի վերոնշյալ թեմաներով արդեն ուզեք թե չուզեք, ինչ-որ հարցեր կառաջանան, պետք է լուծեք։ Օգոստոսի 23-ից սկսած արևը կանցնի կույս նշան ձեր 7-րդ տուն և կարծես ֆոկուսը ամբողջ էներգիան կուղղվի դեպի 7-րդ տուն, այսինքն ամուսին, կին, գործընկերներ կամ հաճախորդներ։ Մերկուրի մոլորակը օգոստոսի 9-ից սկսած մինչև օգոստոսի 25-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 6-րդ տանը, բերելով խոսակցություն, բանակցություններ, զանգ, նամակ ձեր աշխատավայրից, կենցաղից կամ առողջության հետ կապված, գուցե գնաք առողջական ինչ-որ կենտրոն, բուժզննում անցնեք և այլն։ Իսկ ամսի 25-ից հետո արդեն կանցնի կույս նշան և խոսակցությունները, զանգերը պայմանավորված կլինեն ամուսնու, կնոջ կամ գործընկեր հաճախորդների հետ։ Վեներա մոլորակը օգոստոսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ կգտնվի կշեռք նշանում ձեր 8-րդ տանը, բերելով ձեզ գումարներ, այնպիսի գումարներ, որոնք դուք չեք աշխատում, գուցե պետական համակարգից լինի, բանկային համակարգից, ձեր ընդհանուր ընտանեկան բյուջեի հետ կապված ինչ-որ փոփոխություններ լինի։ Կամ որոշ ձկներ, օրինակ, գուցե որոշեն արտաքնի հետ կապված միջամտություններ կատարեն։ Մարս մոլորակը օգոստոսի 12-ից սկսած կգտնվի խեցգետի նշանում ձեր 5-րդ տանը, ակտիվությունը կգա դեպի հետևյալ ոլորտներ՝ երեխաներ, բիզնես, սպորտ, ինչպես նաև սիրավեպեր, եթե կան։ Հնարավոր է նաև տարաձայնություններ լինի երեխաների հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում ձեր 6-րդ տանը, այս ամսում շարժվելով 7-ից 13 աստիճան, որտեղ Յուպիտերը այնտեղ ամեն ինչ ընդարձակվում է, մեծանում է։ Յուպիտերի հետ կապված առանձին նյութ իմեջում արդեն կա, կարող եք նայել, թե առաջիկա տարվա ընթացքում որ ոլորտում է լինելու փոփոխությունները, ինչ է ազդելու, բայց առաջիկա մեկ տարվա համար, այսպես կարճ եթե նշեմ, փոփոխությունները լինելու է կապված կամ ձեր ընտանի կենդանիների հետ, օրինակ գուցե որոշեք ընտանի կենդանի ունենալ եւ մեկի փոխարեն երկուսը, կամ աշխատավայրի հետ կապված ինչ-որ փոփոխություններ լինի, կամ ինչ-որ ընդլայնում լինի աշխատավայրում, օրինակ տեղափոխվեք այլ աշխատավայր աշխատելու կամ ուղղակի այդ օֆիսը ձեր տեղափոխվի այլ ինչ-որ վայր։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 25-ից 28 աստիճան շարժվելով, իսկ սա, սիրելի ընկերներ, ձեր 10-րդ տունն է։ Եվ հնարավոր է ինչ-որ լարվածություն, տարաձայնություններ բերի սև լուսինը կապված ձեր կարիերայի հետ կամ ինչ-որ ստատուսի փոփոխության հետ կապված հարցերով։ Հատկապես այս ամսում սև լուսնի ազդեցությունը կզգան այն ձկները, ովքեր ասցենդենտով են ձուկ։ Ասցենդենտը գտնվում է ձկան 25-ից 28 աստիճաններում կամ ովքեր ծնվել են մարտի 16-ից մարտի 20-21 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, զգույշ եղեք, սիրելի ընկերներ։ Այժմ նշեմ խավարումների մասին, խավարումների հետ կապված առանձին նյութեր ևս կան իմեջում, կարող եք անցնել նայել, թե առաջիկա 3 ամիսների ընթացքում այս խավարումը ձեզ ինչ կբերի, կամ գուցե արդեն նախորդ 3 ամիսների ընթացքում դուք զգացել եք։ Իսկ այժմ մի փոքր այսպես թեթև նշեմ, Առաջինը նորալուսին է լինելու օգոստոսի 12-ին, առյուծ նշանի 20 աստիճանում, սա նորություն է, նոր սկիզբ է, ձեր 6-րդ տանը, շատերը կանցնեն նոր աշխատանքի, նոր ինչ-որ կենցաղ գուցե ունենան, նոր ապրելակերպի անցնեն կամ նոր սննդակարգ ունենան։ Իսկ լիալուսինը կլինի ամսի 28-ին, այս օրը կլինի կրկին խավարում, լուսնի խավարում, սիրելի ձկներ, հենց ձեր առաջին տանը 4 աստիճան։ Եվ առաջին տանը երբ որ լինի, ինչ-որ մի բան հստակ դուք վերջնակետ կտեսնեք որևէ գործում, օրինակ ինչը պայմանավորված է ամուսնության հետ, գուցե այս խավարման ազդեցության ներքո շատ ձկներ որոշեն ամուսնանալ կամ ամուսնալ լուծվել,
կամ առասարակ ցանկացած ոլորտում կյանքի այս ազդեցությունը կարող է լինել, այստեղ արդեն պետք է համադրել, հա, ասցենդենտի նշանը եւ արևի նշանը, որպեսզի ընդհանուր պատկերը տեսնենք։ Բայց այս լիալուսնի ազդեցությունը, այս խաբարման ազդեցությունը ավելի շատ կզգան այն ձկները, ովքեր ասցենդենտով են ձուկ։ Ասցենդենտը գտնվում է ձկան 3, 4 կամ 5 աստիճանում, կամ ովքեր ծնվել են փետրվարի 26-ից մինչև մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա այս խաբարման ազդեցությունը բոլորից շատ դուք եք զգալու։ Այժմ նշեմ լարված օրերը, երբ նշում եմ լարված օր, մի քանի օր առաջ հետո միշտ նկատի ենք ունենում։ Լարված է լինելու մինչև ամսի 5-ը, ամսի 17-ը, 22-ը եւ 28-ը։ Այսքանը, սիրելի ձկներ, կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։